252 միլիոն։ Գյումրիի ավականին քննարկում է քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը։ Նախկին քաղաքապետի ու Բալասանյան դաշինքի հրաժարականից ավականու լուծարումից հետո Գյումրիի այս տարվա բյուջեն մնացել էր առանց հաստատման։ Նոր նախագծով Գյումրիի բյուջեն ավելացել է մոտ 1 միլիարդ դրամով։ Մենք պլանավորել ենք 7 միլիարդ 858 միլիոն 944 հազար դրամ։ Ուրեմն աճ է կազմել 24 թվականի վրա 1 միլիարդ 22 միլիոն 197 հազար դրամ։ Բյուջեն ավելացրել ենք։ Բյուջեի ֆինանսական մուտքերը նախատեսում են ավելացնել ապարքների, հին պարկերը հավաքելու հաշվին։ Քաղաքացիները 6 միլիարդ պարտք ունեն համայնքին։ Իմ ժամանակ 12 տնօրից եմ կրկնում։ Հավաքվել է 93 միլիոն, ինձանից հետո 24 թվականին հավաքվել է 90 միլիոն։ Բոլորը պետք է հարկ ու տուրք վճարեն, սկսած Ղուկասյաններից, արտոնյալներ չեն լինելու, շեշտում է Վարդան Ղուկասյանը։ Ամենակարևորը սա է։ Ուրեմն մոծելու է Ղուկասյան Գևորգը, Ղուկասյան Վարդանը։ Հետո այստեղ քաղաքում մի հատ անուն չպիտի լինի, որ հանգարցակի ես չկարողանամ իրանից գումար վերցնել։ Այդպիսի մարդ չկա էլի, որ քաղաքի գումարները չբերի տան։ Եվ քաղաքի գումարները բոլորը բերեն, քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը կբարձրացնեն։ Այս տարի 30, հաջորդ տարի եւս 20%-ով։ Քարոզարշավի ժամանակ որ ասում էի 50% անպայման աշխատողների աշխատավարձը բարձրանալու է, դա հստակ գիտեցեք հսկա։ Շիրակի մարզի մյուս համայնքապետարանների համեմատ ամենացածր աշխատավարձերը Գյումրիի քաղաքապետարանում են։ Ուռճացված են հաստիկացուցակները, նկատում է 3 ամիս քաղաքապետի պաշտոնակատար աշխատած Սարիկ Մինասյանը։ 100-ավոր հաստիկներ կան, որոնք ստեղծվել են այս մարդու բարեկամի, մյուսի խնամոց, նշած ընտրություններին ձայն ապահովելու համար եւ արագ հաստիկներ կան։ Այդ աշխատավարձերը հիմնականում կարող են բարձրացնել այդ հաստիկները կրճատելով։ Այո, հոլոպետ, քերի, մոշկուր, այդ բաները մեր առջև հիմա դրված է եւ ցավում եմ, որ պայմանագրեր ենք անժամկետ, որը հայտարարություն է անժամկետ պայմանագիր աշխատանքի կապակցությամբ։ Այդպիսի բան ոնց կարող լինի։ Առաջիկայում կքննարկվի նաեւ ավտոկայանատեղիների համար վճարվող գումարները բյուջե մտցնելու հարցը։ Չնայած նախորդ ավականու որոշմամբ կայանատեղիները անվճար են, բայց վարորդները վճարում են անհայտ մարդկանց։ Ես ուզում եմ օրինական դաշտ բերել։ Օրինական դաշտ կբերվեն նաև քաղաքի մայթերը զավթած սրճեփ սարքերը։ Կգոտիավորվի քաղաքը, կսահմանվեն սարքերի տեղակայման հստակ հասցեներ։ Յուրաքանչյուր սարքի համար քաղաքային բյուջե կվճարվի ամսական 10,000 դրամ։ Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։